Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրով ուզում եմ տեղեկացնել, որ հայ նշանավոր քանդակագործ եւ գեղանկարիչ եռաչափ եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում մայիսի 7-ին Փարիզում Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ դասախոսություն։ Այն վարել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։ Ծրագիրն իրականացվել է Հոբելյանական տարվա ծրագրերի շրջանակում։ Եվ հենց մեր տաղավարում է Կարինե Քոչարը, բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, հա։ Պիտի խնդրեմ մի փոքր ավելի մանրամասնենք։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր եւ անսպասելի, երբ այդ առաջարկը ստացվեց Սորբոնի համալսարանի մի շատ երիտասարդ ուսանողից, ով ցանկություն հայտնեց կազմակերպել այդ միջոցառումը եւ հանձնարարավ ամբողջ կազմակերպչական հարցերը վերցնել իր վրա։ Մենք ընդամենը ստեղծեցինք աֆիշը, որոշ հայտարարության մեջ բաներ փոխեցինք եւ ինքը իր պրոֆեսորի հետ միասին կարողացան վերցնել դահլիճը, որտեղ տեղի ունեցավ եւ հրավիրել, այդպես հայտարարել տարբեր էջերում ֆրանսիական եւ հայ համայնքի համար եւ ֆրանսիացի ուսանողների համար ուրեմն տարածեցին եւ կարողացանք ուրեմն հաստատումներ ստանալ, ինչի առիթով ես գործուղվեցի նախարարության կողմից Փարիզ։ Այդ ձեռնարկը ճիշտ ասած միջև վերջ անհասկանալի էր կլինի թե չէ, որովհետեւ գրանցումներից էր կախված, բայց մենք այդ անհրաժեշտ քանակ գրանցումները հավաքեցինք եւ իրականացրեցինք։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք եւ երիտասարդների շրջանում տարածել բավական նյութեր Քոչարի արվեստի եւ գործունեության մասին եւ բավական տարեց մարդիկ նույնպես կային եւ հայեր կային եւ ֆրանսիացիներ կային եւ ֆրանսիացի հայեր կային, ամեն ինչից կար եւ ինձ ուրախացրեց, որ մի շարք այդպես մի քանիսը մոտեցան եւ ցանկություն հայտնեցին հետագայում հնարավորինս օգնելու թանգարանին, իրենց կարեցածի չափով նրանց մեջ կային եւ թանգարանագետներ եւ լեզվի մասնագետներ եւ մենք փորձելու ենք այդ երիտասարդ ուժերը համախմբել եւ իմ խոսքում էլ դրանով ավարտեցի, որ մենք անընդհատ պատրաստվում ենք Քոչարին նվիրված միջազգային մակարդակի եւ կոնֆերանսներ եւ հանդիպումներ արդեն կազմակերպել եւ ես մեծ հույս ունեմ, որ նրանցից ոմանք միգուցե այդ միջոցառումներին ելույթներ ունենան եւ մեզ օգնեն հավաքագրել այն բացակայող եւ դեռևս անհայտ փաստերը, որ մնացել են Փարիզում Քոչարի գործունեության ուրեմն արդյունքում եւ նրա վերադարձից հետո այդ կապի խզումի արդյունքում։ Դուք առասարակ շատ եք աշխատում եւ ես գիտեմ թանգարանն էլ շատ մեծ գործ է անում, ինձ հետաքրքիր է այս հատկապես 125-ամյակի շրջանակում էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան եւ ինչ արդյունքներ ունեցան։ Գիտեք, անցած տարի անասելի ուրեմն բուռներ եւ լիքներ նման իրադարձություններով եւ չեմ կարող նշել որից է մեկը, որ ինձ համար ուներ ավելի ցածր նշանակություն, քան մյուսները, բայց ուրեմն դրանց շարքում իհարկե չեմ կարող չառանձնացնել հենց Փարիզում տեղի ունեցած մոտ 2-3 միջոցառում, որոնցից մեկը հենց Պոմպիդու կենտրոնում էր Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, երբ վերջապես Քոչարի ստեղծագործությունները հանվեցին ի տես ամբողջ հասարակության եւ համայնքի եւ տեղ գտան իրենց մշտական ցուցադրությունում։ Դա անասելի մեծ պատիվ էր եւ կա այդ ուրեմն ցուցանակը, որ ի հարգանք Քոչարի հիշատակի, այդպիսի ցուցանակով են դրանք տեղակայված եւ ինչպես 100 տարի առաջ այսօր Քոչարի ստեղծագործությունները ցուցադրվում են Պիկասոյի ստեղծագործություններին միմյանց փոխ իրար դիմաց կախված են։ Մյուս իրադարձությունը էլի Փարիզում Պոմպիդու կենտրոնում նշվեց էլի հարգանքի երեկո, այդպես իրականացավ Երվանդ Քոչարի 125-ամյակի հիշատակի եւ Սերգեյ Փարաջանովի։ Մենք մեր նախկին դեսպանի շնորհիվ կարողացանք իրականացնել այս ծրագիրը, դա իր նախաձեռնությունն էր եւ իր ջանքերի շնորհիվ էր եւ Պոմպիդուի նախագահը իր խոսքում դա նույնպես շեշտեց, որ այդ միջոցառումը կայացավ բացառապես Տիկին Հասմիկ Տոմաջյանի ջանքերով։ Սա նույնպես անասելի եւ անսպասելի իրադարձություն էր եւ հաջորդը, որ արդեն թանգարանի մոտ մի քանի տարվա փոխ համաձայնեցված եւ այսպես գործակցության առիթով էր, դա արդյունքում էր փետրվարին, վերջերս փետրվարի 15-ին Փարիզում բացվեց ցուցահանդես,
որ կոչվում էր տարածական Երևան քոչար տարածական նկարչությունից մինչև դիմասիոնիզմ։ Սա իրականացրել էր Փարիզի նշանավոր գալերիների թաղամասում Մինոտավր ցուցասրահի տնօրեն Բենուա Սապիրոն, ով հավաքել էր քոչարի ստեղծագործությունները եւ մասնավորներից եւ իր սեփականներն էին ներկայացված եւ մենք առաջի անգամ տեսանք այնպիսի ստեղծագործություններ, որոնք միայն մեզ ծանոթ էին սև ու սպիտակ լուսանկարներով, իսկ մի մասը ընդհանրապես չենք էլ տեսել։ Եվ դրանք այսօր ներկայացվեցին եւ բաց են ուսումնասիրությունների համար, հատակա ցուցադրությունների համար եւ տպագրությունների համար։ Սա եւս անասելի, անսպասելի մեծ ձեռքբերում էր, իսկ Թանգարանի կողմից էլ արդեն ուրեմն փոխանցվեցին շատ նշանավոր մի պրոֆեսորի նամակները Ռոզենբերգի Քոչարին գրած Ռոզենբերգը Քոչարի մեծենատն էր եւ շատ նշանավոր կոլեկցիոներ, ում հետ Քոչարը համագործակցել այդպես 29-30-ից մինչեւ 35 թվականը եւ այդ նամակները ծանոթագրեց նույնչափ նշանավոր մի պրոֆեսոր Քրիստիան Դերոեն, ով ժամանակին եղել է Փարիզի ժամանակակից արվեստի Թանգարանի գլխավոր ֆոնդապահը։ Մենք այս մարդու մասին գիտեինք մոտ 20 տարի առաջ, գիտեինք իր գրած գրքերը, այլ նշանավոր նկարիչների եւ Ռոզենբերգի նամակագրության մասին եւ միշտ երազում էինք, թե այդ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք հանդիպենք։ Ինքը բավական տարիքով էր, բայց պատկերացրեք, որ ինքը հանձն առավ, ու երբ որ տեսավ մեր ներկայացրած նամակները, ասեց ես անասելի շտապում եմ, թե դուք երբ պետք է վերադառնաք Երևան եւ ինձ փոխանցեք մյուսները։ Որ ես սկսեմ աշխատել, ասեց, բայց ես այսօր եկել էի ճիշտն ասած, որպեսզի կարողանամ ուժ գտնեմ իմ մեջ մերժելու, որովհետև ես արդեն ծեր եմ եւ նոր գործերի այդպես կարիք չունեմ։ Ասեց, բայց երբ տեսա այս նամակները, ես րոպեներն եմ հաշվում, թե դուք երբեք ինձ մյուսները փոխանցելու։ Այսպես շատ հետաքրքիր ուրեմն իրար հաջորդելով իրադարձությունները տեղի ունեցան, իսկ պետք է ասեմ, որ Սապիրոյի հետ, այդ Բենուա Սապիրոյի հետ մենք ծանոթացանք 24 թվականին, բայց իր քույրն էր այցելել Թանգարան եւ նույնչափ տպավորվել էր եւ մենք այդպես բարեկամացել ենք եւ նույնիսկ ապագա ցուցահանդեսի այդպես խորագիր էինք ընտրել, որ կոչվում էր Ազար օբյեկտիվ, այսինքն ֆրանսերենից դա օբյեկտիվ պատահականություն։ Այս ամբողջը ոնց որ այդ օբյեկտիվ պատահականությունների շատ կանդիդացավ ու շատ հետաքրքիր էր այդ 22 թվից մինչև այսօր այդ ընթացքը։ Ինչն ինձ համար շատ հետաքրքիր, այն որ դուք նշեցիք նախաձեռնությունը Սորբոնում դասախոսություն ներկայացնելը, դա մի ուսանողի կողմից էր առաջարկ։ Ինձ բավական հետաքրքիր է, ինչքանով են այսօր այնտեղ Սորբոնում խորացված ներկայացում Քոչարի ստեղծագործական ուղին եւ ուսմունքը, որ ուսանողը ֆրանսիացի որոշել էր նման քայլի գնալ եւ ձեզ հրավիրել։ Գիտեք ինչ, ես նկատել եմ, որ աշխարհում այսօր ուսանողությունը, իրականով հետաքրքրված ուսանողությունը հետաքրքրվում է իսկապես շատ խորությամբ, ինչ բոլոր այն ասպեկտներով, ինչ իրենց հետաքրքրում է։ Ես ասենք շատ զարմացա նաև, որ անցած տարի օրինակ մենք իրականացրեցինք այդ Պուշկինի փողոցի վրայի պատի նկարազարդումը մորալ ուղղության այդ ոճով եւ այդ իտալացի նկարիչը, ով եկել էր Հայաստան, սա ձեր հարցի շարունակությունն ինքը ասեց, որ ինքը ծանոթ է Քոչարի արվեստին, քանի որ իր ուսանողության տարիներին ուսանառության լսել է այդ անունը եւ ծանոթ է այս արվեստագետին։ Սա իհարկե մեծ ուրախություն էր, եւ այս մյուս ուսանողի հետաքրությունը արդեն դրա կարծես շարունակությունը դառնար եւ գիտեք իրենք մի քիչ ավելի ես միշտ այդ խոսքերը համարել եմ մեծերի այդպես խոսքեր, ասում են երիտասարդները ավելի համարձակ են, ավելի այդ ռիսկով են եւ բան, բայց հիմա տեսա, որ դա իրականություն է եւ այս տղան, որ իրականացրեց այս ձեռնարկը, այսքան ծանոթներ ունենք, այսքան հայտնի մարդիկ ունենք, ոչ մեկը մեզ նման առաջարկ մինչեւ այսօր չէր ներկայացրել։ Ինքը հանձն առավ, կազմակերպեց, իրականացրեց բավական մասեր էլ ինքը հենց կարդաց եւ իր մեկնաբանությամբ ներկայացրեց, այնպես չէր, որ ես տվել է, ինքը կարդում էր այդ նյութերը, ինքը շատ հետաքրքիր վերլուծություններ էր իրականացրել, որը շատ համահունչ էր հենց Թանգարանի Քոչարի արվեստի ներկայացման մոտեցումներին, այսինքն ոչ մի այդտեղ շատ առանձնահատուկ եւ շեղված բաներ չկային, շատ հետաքրքիր։ Այդ Իրանուն է Վրույր Հղացյան, ինքն էլ է հանդիսանում հետաքրքիր ապագա քաղաքագետ է ինձ սպասում, իր ուղղվածությունն էլ այնպես ինչ էր, որ արվեստի էր, ինքը դիվանագետ պետք է դառնա, բայց միևնույն ժամանակ ուսանում է գերմաներեն գրականություն եւ լեզու։ Եվ այդ դասախոսությունն էլ այդպես Սորբոն համալսարան ինքը շատ մեծ հասկացություն ենք ունի տարբեր ֆիլիալներ, մենք իրականացրեցինք արվեստին նվիրված ուրեմն մասնաշենքում, որը կոչվում է Սորբոն Նուվել,
այդ հատվածում ենք իրականացրել։ Իսկ ինչպիսին էր արդեն աուդիտորիայի ժամանակակից լեզվով ասած ֆիդբեքը։ Ֆիդբեքը ուրեմն մենք ծանոթացանք մի շարք երիտասարդ աղջիկների եւ մի տղայի հետ նոր, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեր մյուս միջոցառումներին, իրենց լուման ունենալու, ներդնելու եւ օգնելու մեզ ինչով որ ի վիճակի են։ Նրանցից մեկը նույնիսկ թանգարանագետ էր եւ սա շատ հետաքրքիր էր։ Տեսնենք որ կտանի։ Համենայն դեպս մեր ամեն Փարիզ այցելությունը մեզ մի նոր արահետ, մի նոր ճանապարհ է բացում դեպի նոր հետաքրքիր համագործակցությունների։ Ու մենք ունենք բավականին հետաքրքիր պրոյեկտներ հիմա։ Մտածում ենք դրանց շուրջ։ Եվ վերադառնալով Երևան, քանի որ Պուշկին փողոցի շենքի վրայի ստեղծագործության մասին խոսք գնաց, նշեցիք, որ իտալացի նկարիչ է եկել, կարծեմ դա չէ Իտալիայի դեսպանության ֆինանսավորումն էր եւ Երևանի քաղաքապետարանի իրենք մեծ մասը մի քիչ տվեց Իտալիայի դեսպանատունը, մնացած հատվածը եւ մի գործարարի ում սեփականությունն էր այդ գործի բնօրինակը։ Կուզեմ մի քիչ ընթացքից պատմեք աշխատանքի, որովհետեւ ես միշտ ինչքան անցել եմ հատվածով ու տեսել եմ պատկերը, շատ գրավել է ու շատ սիրել եմ։ Հենց հետաքրքիր է ինչպես ընտրվեց հենց այդ ստեղծագործությունը, այդ քննարկումները ոնց են ընթացել։ Դեք այսպես է եղել ընտրությունը, ես շատ կսարսափեի դա ինքս իրականացնել այս պահին ու շատ մեծ եղել իմ կախվածությունը իմ հայրիկից, Այգազ Քոչարից եւ ճիշտ ասած գործը ընտրել ենք միասին։ Ցավոք ինքը այսօր կենթանի չի, բայց գործը ընտրել ենք միասին եւ այս գործի ստարտը տրվել է իր համաձայնությամբ։ Հետագայում իհարկե որոշ կոնցեպտներ փոխվեցին, քանի որ իտալական դեսպանատունը շատ ուզեց, որ այն անպայման համադրվի իտալական ինչ-որ մի հուշարձանի հետ եւ մենք դրեցինք Մուրադ Ռաֆայելյան դպրոցի ուրեմն այդ պորտալի մի հատվածը, որտեղ Քոչարը ապրել է եւ նաեւ դասավանդել։ Սա էլ էր շատ սիմվոլիկ, խորհրդանշական եւ կարողացանք եւ նկատեցինք, որ այդ նկարը ամենայն դեպս եւ համահունչ է եւ միջավայրին եւ մեր օրյա իրականությանը եւ նաեւ իր նկարչական հնարավորություններով հնարավորություն կտա այս երիտասարդին հնարավորինս քիչ աղավաղել բնօրինակ ստեղծագործությունը եւ խուսափել ինչ-որ սուբյեկտիվ այլ գծեր մտցնելուց եւ նկարի ձևախախտումից, ինչը եւ մենք ստացանք, ինքը շատ հետաքրքիր ուրեմն համակարգ էր մշակել, ինչպես վերարտադրի շատ յուրահատուկ ու շատ մենք գոհ ենք կատարված աշխատանքից, իսկ կոնկրետ մուրալի առանձնահատկությունը ի տարբերություն մեր քաղաքում տեղադրված մինչ այժմ մյուս ուրեմն նմանատիպ գործերի այն էր, որ մենք իրականացրեցինք նաեւ այդ ստեղծագործության անոտացիոն ֆիլմի ստեղծումը, որը հասանելի է QR-ով, այն ցուցանակի վրա, հայերեն եւ իտալերեն լեզուներով, եւ շատ յուրահատուկ ուրեմն անոտացիոն բացատրությունը, թե ինչ մտահղացումներ է ունեցել Քոչարը այդ նկարը իրականացնելիս։ Եվ երկրորդ հարցը այս թեմայով շենքի ընտրությունը ոնց։ Շենքի ընտրությունը, ճիշտ ասած, մենք սահմանափակված ենք, քանի որ ուզում ենք անպայման լինի քաղաքի կենտրոնում, լինի տպավորիչ մի վայր, որտեղով ամենայն դեպս զբոսաշրջիկներ շատ են անցնում, բայց նաև սահմանափակված ենք, քանի որ այդքան շենքեր շատ չկային։ Ես մտածում եմ Երևան Քոչար փողոցի վրա Դե չգտանք նման բարձրահարկ, որը հարմար լիներ եւ իր պատի հնարավորությունները։ Սա այդ պահի մեջ ամենահարմար տարբերակներ կա, այսօր կան այլ ուրեմն ավելի լավ առաջարկներ, բայց այդ պահի մեջ մեր հնարավորությունների սահմաններում, չգիտեմ, ինձ լեովին բավարարում է այդ դիրքը։ Խոսենք մի քիչ նաեւ թանգարանի գործունեությունից այսօր երիտասարդների հետաքրքրվածությունը դեպի Երևան Քոչարի թանգարան։ Գիտեք ինչ, մենք անում ենք հնարավորը, որ այդ թանգարանային բառը, որը սովորաբար ունի իր սխեման, հա, այդպեսին կալման, որ այնտեղ փակ է, բոլորը այդպես գլուխները կախ աշխատում են, ինչ-որ բաներ են պեղում, թեկուզ գիտական ուղղվածությամբ, այս ամենը իհարկե կա, բայց սրան ուրեմն միավորվում եւ զուգորդվում է նաեւ շատ ակտիվ գործունեություն դեպի հանրությունը եւ թանգարանը այսօր այսպես ենք, ես այսպես եմ ասում, կրթամշակութային ժամանց ապահովող շատ հետաքրքիր վայր է եւ Քոչարի արվեստով էր շատ անչափ առաջադեմ եւ մենք փորձում ենք ժամանակի բոլոր առաջադեմ ուղղվածությունները եւս կիրառել եւ ներկայացնել թանգարանում նշեմ, որ հենց այս պահին թանգարանում օրինակ ցուցադրվում է Կուրբեի ստեղծագործությունը, որը Քոչարը ինքն էր հայտնաբերել Փարիզում եւ ունի գրած այդ պատմությունը, թե ինչպես է ինքը այդ նկարը հայտնաբերել, տարել, հաստատել, որ դա հենց Կուրբեի ստեղծագործությունն է եւ այսօր արհեստական բանականության շնորհիվ թանգարանում ներկայացվում է, թե
ինչպես է Քոչարը ֆրանսերեն լեզվով պատմում հենց այդ պատմությունը։ Բացի դրանից մենք այսպեսի մի զուգահեռել անցկացնեմ, ես ուրեմն այս այցելության ընթացքում եղա Լյուքսեմբուրգ թանգարանում, Փարիզի, որտեղ ներկայացվում էր Լեժեի ուրեմն գործերը եւ շատ հետաքրքիր էր ինձ տեսնել թե ինչ կոնցեպտով են հիմա իրականացվում ցուցահանդեսները, հա, Քոչարի ժամանակակիցների։ Լեժեն հենց նրա ժամանակակիցների միասին ցուցադրվել են ու անասելի զարմանքս մեծ էր, երբ տեսա, որ այն մոտեցումները, ինչ որ ես այսօր կիրառում եմ թանգարանում, իհարկե այլ ֆինանսական հնարավորություններով, այլ մակարդակով եւ այլ ընդհանուր հնարավորություններով, բայց մոտեցումները եւ այն օդում տևածող այդ կոնցեպտը նույնն էր, հայցակարգը։ Այսինքն դրված էին եւ Լեժեի ստեղծագործությունները եւ դրանց հիման վրա այլ արվեստագետների արված մոտեցումներով գործեր, բայց դրանք շատ համահունչ էին Լեժեի արվեստին, ես նույնը անում եմ Քոչարի դեպքում, այսինքն այն բոլոր ստեղծագործությունները, որոնք ինստալացիաները, որոնք արվում են Քոչարի ստեղծագործությունների հիման վրա եւ դրանք ներկայացվում են թանգարանը հանձն է առնում դրանք ներկայացնել եւ պատվով ներկայացնել, դրանք միայն Քոչարի գործերի այդպես հայցակարգը, մտածմունքները եւ գաղափարները կրող ինստալացիաներ են եւ ոչ թե սուբյեկտիվ չորշեղված մոտեցումներ։ Ոչ մի գիծ Քոչարի գործերից չի աղավաղված, ընդհանրապես նոր տեխնոլոգիաները մուտք են գործում նոր ինտերպրետացիայով եւ ավելի խորությամբ եւ ավելի հասանելի դասարներին փորձում են ներկայացնել Քոչարի մտքերը։ Այ հենց դրա մասին էլ կուզեի խոսենք, որովհետև թանգարան հասկացողությունը, հա, մի փոքր կարծրատիպային է մեզ մոտ, մտածում ենք թանգարան, մութ, մռայլ, ինչ որ փակ պատեր, գորշ եւ այսպես, հա, բայց այսօր ժամանակակից լեզուն թանգարանային մեխանիզմի մեջ ձևավորել են մի համակարգ, որը շատ մատչելի եւ շատ ժամանակակից լեզվով երիտասարդությանը կարողանում է ներկայացնել անհատին կամ պատմական իրադարձությունը։ Թանգարանը այսօր այդ տեխնիկային ինչքանով են։ Հենց այդ մասին էի ասում, որ մենք իրարում ենք այսօրվա տեխնոլոգիայի ընձեռած բոլոր հնարավորությունները, բայց իհարկե այսպես ասեմ, դրանք պետք է համադրվեն միայն գրագետ մոտեցումներով, որտեղ տեխնիկական հնարավորությունները անասելի լայն են եւ անսպառ, բայց այ ինչպես դա կհամադրեք, որովհետեւ այսօր մեր քաղաքում նույնպես իրականացվում են նմանատիպ նախագծեր, որոնք ուղղակի աղավաղում են խայտառակ Քոչարի արվեստը, բայց մենք փորձում ենք հավատարի մնալ ավելի գիտական մոտեցումներին եւ հնարավորինս տպավորիչ եւ ճիշտ մոտենալ, զգույշ մոտենալ Քոչարի ստեղծագործություններին եւ դրանց ապացույցը կլինի թանգարանային գիշերը ամսի 17-ին, ես ձեզ սիրով հրավիրում եմ եւ բոլորին եմ հրավիրում, որովհետեւ կներկայացվեն նմանատիպ ինստալացիաներ Քոչարի բնօրինակ ստեղծագործությունների կողքին եւ դուք հնարավորություն կունենաք եւ տեսնելու, կարդալու Քոչարի մտքերը, համադրելու դրանք բնօրինակների հետ եւ տեսնելու դրանց արդեն այսօրվա իրականացված, այսօրվա մոտեցումներով իրականացված տարբերակները։ Իդեպ մի հետադարձ կապել իմ կողմից թանգարանի հետ կապված ամենաթեթև էներգետիկան եմ ես Երևան Քոչար թանգարանում իր զգում։ Ի տարբերություն շատ այլ թանգարաններ, ոչ նույնիսկ Երևանի թանգարանների, այլ կարող են եվրոպական թանգարաններ վերցնել, որտեղ արհեստականորեն ընտրում են ինչ-որ մարդուն ավելի հեռացնելու ժամանակակիցներից, երիտասարդներից ու չգիտեմ, ինչ-որ այդ խորհրդավորությունը ավելի ինչ-որ sense շատ մեծացնում են ու դու անկախ քեզանից ոնց որ հետ քաշվես ու չուզես դեպի այդ մարդու արվեստը գնալ, Երևան Քոչար թանգարանում դա չկար ու այդ ինձ շատ հաճելի էր։ Մենք այդպես ցանկացած այցելուի հետ մենք աշխատում ենք, անկախ նրանից ինքը կուզի էքսկուրսիոն ուղեկցություն թե չի ուզի։ Իհարկե համահունչ իր այդ էմոցիոնալ վիճակին, որտեղ մարդիկ կան, որոնք բոլորովին չեն ուզում, որ իրենց ինչ-որ մի բառ ասվի եւ ուղեկցվի։ Հա, նա շատ թեթև, բայց համենայնպես ոչ մեկին անտարբեր չենք թողնում եւ փորձում ենք մաքսիմալ տպավորված հեռանաթանգարանից։ Շատ շնորհակալ ենք այս հրաշալի նախաձեռնությունների շարքի հետ կապված, որովհետև շատ կարևոր է ոչ միայն այստեղ Հայաստանում այսօր, հա, հասկանանք ու ընկալենք Քոչարին մեծությամբ եւ ֆենոմենով, նաեւ հենց Հայաստանի սահմաններից դուրս ճիշտ ներկայացվի եւ ճիշտ ընկալելի դարձվի հենց հասարակությանը։ Շնորհակալ ենք ձեզ եւ ուզում ենք ձեզ ներել Իջոյանի Սափոր գինին, սպիտակ, որը կարծում եմ փոքրիկ համադրություն կլինի օրվա հետ, մի քիչ անձևոտ է դուրսը, բայց կարծում եմ թանգարանում հաճելի տրամադրություն կլինի։ Ասեմ նաեւ որ այսօր Կոմիտասի արձանի մոտ Էջմիածնում մենք շատ յուրահատուկ միջոցառում ունենք։ Եթե Էջմիածնում մեզ լսում են, ես մեծ հաճույքով կուզեմ մասնակցել։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ էլ շատ մերսի։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։